Սխալվելը շատ նորմալ է, երբ որ սովորում ես սխալից ու հաջորդ անգամ չի կրկնում, դա հաղթանակ է։ Երբ որ ես նկարում եմ, ընտրել եմ այնպիսի գրիչ, որտեղ դու սխալվելու հնարավորություն չունես, ինքը չի մաքրվում ու ունես ընդհանրապես մեկ հնարավորություն նկարելու։ Ուզում եմ, որ իմ մեքենայով քշեմ, հասնեմ ինչ-որ մի հատ անծայրածիր դաշտի, իջնեմ մեքենայից ու սկսեմ վազել անվերջ այդ դաշտի միջով, անընդհատ այդ միտքը իմ մեջ ունենալով, երազ տեսա հենց այդ տեսարանը, թե ոնց եմ այդ ամեն ինչը անում։ Թշնամու դիպուկահարի հարվածից վայրկյաններ հետո միանգամից կորցրի ոտքերի զգացողությունը, բայց արդեն հասցրել էի ինձ գցել տանկի մեջ։ Ամենա դաժան պահը դա եղել է, երբ որ անվասայլակը մոտեցրին ու ասեցին պետք է նստես։ Այդ ժամանակ չէի ընկալում ինձ, չէի հասկանում ինձ, որ ես պատկանում եմ այդ անվասայլակին, որովհետև դա իմը չէր։ Մեկ ամսից ավել անընդհատ պառկած էի ու իմ միակ տեսարանը դիմացից պատուհանն էր սենյակի ու ես նոր բան էի ուզում տեսնել, նոր տեսարաններ էի ուզում տեսնել։ Բժիշկը ասեց դեռ դրա մասին մի մտածի, 6 ամիս հետո կամ չգիտեմ մի տարի հետո նոր կարողանաս գոնե նստել։ Իրականում օգնեց ինքը ինձ այդ խոսքերով։ Մեկ շաբաթ հետո ես նստեցի ու երբ բժիշկը մտավ ներս ու տեսավ ինձ նստած, ասեց, որ այո, դու կարող ես, ես վստահ եմ քո վրա։ Նախկինում շատ լավ լողորդ եմ եղել։ Ինձ համար փակված էր այդ էջը ու ես չէի պատկերացնում, որ կարելի է սայլակից իջնել ու լողալ։ Առաջի պարապմունքը անցավ վիասքանչ ու արդեն սկսեցի զբաղվել լողով։ Գնացինք առաջին անգամ լողա, ասենց թախիծով նայում ասում ես էլ եմ ուզում մտնեմ լողամ, տեսնես կկարողանամ ու ոնց որ բարձրաձայն դա ասեցի, քույրերը եղբայրները գրկեցին, մտանք սեղանալիճի մեջ ու ես սկսեցի լողալ հենց սեղանալիճում։ Դա հաղթանակ էր իրոք ինձ համար ու ես երջանիկ էի հենց այդ պահով, որ իմ ընտանիքի անդամները օգնեցին, որ ես այդ երազանքին հասնեմ։ Երբ որ ես գնում եմ մարզասրահից դուրս եմ գալիս ապրելու մեծ ցանկությամբ։ Չեմ համակերպվելու, որովհետև ես աշխատում եմ ինձ վրա, որպեսզի տեսնեմ ինձ այնպես ինչպես իմ պատկերացնում կամ երբեք ես չեմ գնահատել օրինակ հայլելու կարողությունը նախկինում ու կարծում եմ բոլորը երբեք չեմ գնահատել տեսնելու կարողությունը, լսելու կարողությունը ու հիմա, քանի որ ես պայքարում եմ իմ մարմնի բոլոր մասերի բարելավման, բուժման համար, ես պատկերացեք ինչ ձևով եմ գնահատում յուրաքանչյուր կարողությունը, ինչ որ ես հիմա կարողանում եմ անել։ Սիրում եմ ճանապարհորդել հենց իմ հայրենիքի ներսում, գնում եմ բացահայտում եմ Հայաստանում տարբեր վայրեր, նույնիսկ այնպիսի վայրեր, որտեղ սայլակով մարդիկ չեն կարող գնալ։ Առաջին հերթին ինքս ինձ ապացուցելու համար, որ ես կարող եմ գնալ։ Ես ոգեշնչում եմ, երբ որ տեսնում եմ իմ կարգավիճակ ունեցող մարդիկ էլի նույն ձևով պայքարում են, չեն լսում հասարակության կարծիքը ու առաջ են գնում։ Ոգեշնչում եմ իմ շրջապատում եղած գեղեցիկ երևույթներից, ոգեշնչում եմ այն ամեն ինչով, ինչ որ ես ստեղծում եմ իմ ընտանիքով։ Կյանքը պետք է սիրել, կյանքը պետք է գնահատել իր բոլոր ներկապնակներով,
որովհետև ինչպես ներկերն ունեն վառ գույներ, մեկ էլ սև գույն, բայց պետք է օգտագործել մնացած գույները ավելի շատ, որովհետև սև գույնը ծածկվի, ու ես հենց այդպես էլ անում եմ։